Բարի երեկո, ժողովուրդ ջան, այսօր հատուկ լայվս նվիրում եմ բոլոր ֆիդային աղբերներին, սիրելի ֆիդայիններ, ձեր տոնը շնորհավոր, սրտանց ձեր տոնը շնորհավոր, սա Սասունի տոնը չի, ոչ է վարչությունում նստած են մեծահարուստների, խամերներով ֆրֆռացողների, ոսկե ձեռնափայտով ֆրֆռացողների տոննա, ոչ էլ նրանց տոննա, ովքեր միշտ երևում են, բոլոր նկարներում կան, բոլոր հանդիսություններին կան, լրատվականների առաջին էջերում, իրանց տոնը չի այսօր, այսօր հասարակ ֆիդայու երկրապահի տոննա, որովհետև երկիր պահողը դուք եք, ձեր ցավը տանեմ ես, բոլոր աղբերներիս ուզում եմ շնորհավորեմ և գծի վրա կանգնած այս պահին, բոլոր գծի վրա կանգնած ձեր ցավը տանեմ, ձեր տոնը շնորհավոր, կապ չունի վիճում ենք, բարի շում ենք, ռաստվում ենք, չգիտեմ ուրախանում ենք, կռիվ ենք անում, ինչ ենք անում այդ պարզության մեջ, մենք բոլորս միասնական ենք, սրտանց ձեր բոլորի տոնը շնորհավորում եմ և այն ինչ դուք տարիներ ի վեր գալիս եք 90-ական պատերազմից, մինչև հիմա այս պատերազմից հետո հասարակ ֆիդային թե ինչեր տեսավ, էդի չպատմելու, ցելոֆանի վրանի տակ, մետր թուրքի հետ հավասար դրոշները խփած, բայց մի մետր հետ չգնաց երկրապան, ձեր բոլորի տոնը սրտանց շնորհավորում եմ ֆիդային աղբերներ ջան, դե գիտեք էլի մնացածը չասեմ, ձեր մեջքին կանգնած եմ, դուք իմ մեջքին եք կանգնած, միասին ցավները տանեմ, չգիտեմ, այն ռոմանտիզմը, այն սիմվոլիկան, որ մենք զգում ենք մեր Հայաստան պետության հանդեպ, մեր հայրենիքի հանդեպ, դա բառերով փոխանցելու չի, որովհետև այդ հողնա մենք ենք և Աստվածա, այն մնացած վարչությունում նստած, այդ սաղ, այդ միշտ էլ տենց ա եղել, դարեր ի վեր տենց ա եղել, իսկական ֆիդայինները միշտ եղել են գծի վրա, սահմանին, իրանց անունով էլ ուրիշները վերջ էլի, չասեմ, ձեր տոնը շատ շնորհավոր, թող ձեր կյանքում ամեն ինչ լավ լինի, սիրելի ֆիդայիններ, երկրապահներ, իսկական երկրապահներ, ովքեր տարին կլոր գիծը չեն թողում, տագնապի ժամանակ, չգիտեմ, ինչ տագնապի ժամանակ, էլ օպերացիան արած կարերը չքանդած վեր են կենում գալիս են, էլ ինչ ձևի, փողոցից լսում են տագնապավեր են կենում գալիս են, ձեր սխրանքը չպատմելու է, դարեր ի վեր ձեր սխրանքը և այն ձեր նվիրվածությունը, դա չգիտեմ, դա շատ պետք է պատմվի, թե իսկական երկրապահները ինչ ձևի նվիրումով են այս երկրի հանդեպ և ինչ ձևի են պահում, ինչերի են դիմանում, անձրևին ցեխը միջև ծնկներ, մառախուղը, ու չպատմելու է, ես ձեր ցավը տանեմ, իսկական երկրապահ և իսկական ֆիդայիններ, դե մեր կամանձիր Սասուն Միքայելյանն էր այսօր ինչպես միշտ փայլատակեց, ուրեմն խոսում է, ժողովուրդ ջան, ուղղակի Չերչիլից, դուք պատկերացնում եք Սասուն Միքայելյանը խոսում է Չերչիլից, ու այս 6 ամսվա ժամանակաշրջանում, եթե մեր Հայաստանի 3 միլիոն հայերից որևէ մեկը Չերչիլին հիշել է, չէ, պարզապես մի 2 ամիս առաջ, ընդամենը 2 ամիս առաջ, մի հատ տեքստ եմ գրել Չերչիլի մասին, այդքան է Չերչիլի մասին չէր, ինչքան ընդեղ ֆրանսիական զորավար Դեգոյլի մասին էր, թե Դեգոյլը ինչ ձևի ռևերանսներով, ինչ ձևի էր ուզում հզորացնել Ֆրանսիա պետությունը և այդտեղ հիշատակում եմ նաև Չերչիլին, դե փաստորեն, հիմա էլ Սասունն է խոսում Չերչիլից, դե վատ չի, բայց դե գոնե սովորի Չերչիլը ով է, որովհետև մեկ էլ միտեղ հարց կտան, պարոն Միքայելյան, միտեղ հարց կտան Չերչիլից, դե որ դու արդեն Չերչիլ ես ցիտում, միտեղ հանկարծ հարց կտան, խայտառակ չլնես, այ մարդ, այն որ
ժողովրդավարության եւ հեղափոխության հետ սպասումները մարդկանց այդքան էլ չի արդարացվում, շատերը հիասթափվում են, նամանավանդ ասենք բանակի եւ զորքի էս մեր պարտությունը, թե ինչ կատարվավ, մի ամբողջ երկիր կորցրեցինք եւ այլ, այդ ամեն ինչը ասենք մի կողմ, բայց հեղափոխությունով մարդկանց սպասումները շատ էր, այդ մեծ հույսերը եւ այլը, ու հետն էլ բացի դրանից որ կլինի արդարություն, բայց ինչքան գնում են, ասենք, շատ հարցերում մենք այդ արդարությունը չենք տեսնում, ասենք, կոնկրետ, ասենք, երկրապահի պահով լրագրողները այսօր էլ հարց տվեցին, թե բյուջեից տարեկան, որ գալիս է երկրապահի վարչություն, ասենք, այս տարի եկել է 234 միլիոն դրամ, պատկերացնեք, ասենք, սովորական ժողովրդի հարկերի հաշվին երկրապահին փոխանցվել է 234 միլիոն դրամ, ինչ եք անելու, լրագրողը հարցնում է Սասունին, ասում է, ինչ եք անելու էլի այդ փողը, ասում է, դե տալու ենք զոհվածների ընտանիքներին, սոցիալական խնդիրներ, անապահովներ շատ ունենք, երեխաներ ենք պատրաստում, չգիտեմ ինչ ենք անում, այսինքն իրանք երեխաներին պատրաստում են, ապագա, մենակ այսօր, որ երկրապահի տոնն է, ես զանգել եմ շատ տեղեր, ոչ մի նման կարիքի մեջ տղու, ոչ երկրապահ են շնորհավորել, դե անունները չեմ կարա տամ ժողովուրդ ջան, որովհետև թիրախավորվում են, էլի հասկացեք, բայց նա չի սուտ եմ ասում էլի, ոչ իրանց տոնն են շնորհավորել, այդ որ ինքը ասում է զոհվածների ընտանիքներ, սոցիալական անապահով, խավեր, եսիմ ինչեր, ոչ մի ուշադրություն այսօրվա տոնով, գոնե տարի մի անգամ, այդ մարդիկ չեն տեսել, բայց դες Հասունան ես բարձր է խոսում, անես բաները ասում, ասենք էլի, գոնե այսօրով, այդ մարդկանց ուշադրություն դարձնեիք էլի, ես օրվա մեջ ճիշտ է իմ աշխատանքները, այգու գործերը, բայց ինչքան հասցրեցի, քանի տեղ զանգեցի, որ այդ մարդիկ իրոք ուշադրության կարիք ունեն, ոչ մեկին ոչ մի ուշադրություն, ու ուզում ես ասես, պարոն Միքայելյան, այս 234 միլիոն դրամը, որ հարկատուների հաշվին պետբյուջեն փոխանցել է երկրապահի վարչությանը, դուք ծախսում եք այս կարիքավորների կամ չգիտեմ ինչի վրա, կամ եսիմ ինչ, հա, ուզում եմ շնորհավորել այն մարդկանց, ովքեր այսօր իրոք արժանի էին ուշադրության, բայց իրանք ուշադրություն չստացան, ականի վրա պայթած մեր աղբերներին, որոնց մեկի ոտը չկա, մեկի ձեռը չկա, իրանք մնացել են ինվալիդ, իրանց ցավերը չի կտրում, իրանք տարիներով հələ պտի տանջվեն, միջև այդ պրոթեզ եւ այլը, իրանք կաստիլներով գալիս են, բայց գալիս են գոնե այդ դիրքի հողի հոտը ժողովուրդ ջան, դա չնկարագրելու մի հատ բան է, դու չես կարա այդ սահմանից կտրվես, այս սարերը քեզ բաց չթողում, հասկանում եք, բայց իրանք գալիս են, ձեր ցավը տանեմ, ձեր տոնը շնորհավոր, ամենաշատը ձեր տոնը շնորհավոր, ով ձեզ շնորհավորելա, չի շնորհավորել, վարչությունից ձեզ ուշադրություն չեն դարձրել, բայց ձեր տոնը շնորհավոր, բոլոր զոհվածների ընտանիքներին եւ նրանց երեխեքին, ձեր տոնը շնորհավոր, ձեր ծնողները, ձեր հայրերը, ձեր պապերը իզուր չեն զոհվել, ձեր ցավը տանեմ, իրանց գործը անմահ է, ու իրանց գործը պետք է շարունակվի, ատամներով այս հողը պահվի, ձեր ցավը տանեմ, դուք անտեսված չեք, պրոստը մի քիչ խառը իրավիճակ է, խառն է երկիրը, ասենք մենք փոխել ենք վլաստը, վրոդե ժողովրդավարություն է, արդարություն պետք է լինի, կոռուպցիա չպետք է լինի, բայց չգիտես այս ամեն ինչը ոնց է, ուզում ես վարչապետին ասես, կոնկրետ ես 1000 անգամ եղել է, որ ռաստեկել եմ էլի վարչապետին, ես կարայի ասեն կոնկրետ այս հարցը բարձացնեի, բայց գիտեք ոնց է, երկրապահ հասարակական կազմակերպություն է, ունդեղ նենց տպավորություն է, որ իրանք ոչ մի բանից տեղյակ չեն, դե իրավունք էլ չունեն խառնվեն, չէ, ասենք ոնց է ինքը ասում, դատական համակարգին ես իրավունք չունեմ խառնեմ եւ դու արդեն պատասխանը գիտես, իրանք քեզ ինչ են ասելու, դրա համար
կա այնիշ կա, դե ոչինչ, պինդ մնացեք, ձեր ցավը տանեմ, շնորհավոր բոլոր տղեկին, ովքեր ականից կես մարդ են դառել, ում ընտանիքներում զոհ կա, պատերազմի, թե խաղաղ պայմաններում թշնամու կրակոցից, ձեր բոլորին մեծ ուժ ու համբերություն, մինչև լավ ժամանակներ, դուք ուշադրության արժանի եք, ամենամեծ ուշադրությանն եք արժանի, երկրապահ աղբերներ, անտուն երկրապահ աղբերներ, այնպես չէ՞ ասենք, հարյուրավոր անտուն երկրապահ աղբերներ ունենք, անատամ քյասիբ երկրապահ աղբերներ ունենք, բայց կանգնող, ժողովուրդ ջան, կանգնող դեմը իր ձևի բանակ էլ գա, քյալեն թափած այս տղեկը կանգնող են, ես ձեզ այնքան շատ ես ձեզ ոչ չսիրեմ կամ ես ձեզ ոչ չհարգեմ, շնորհավոր բոլոր երկրապահներին, որոնց երեխեքը զոհվել են, բայց իրան գալիս են եւ իրանց երեխեքի գործը շարունակում են, շնորհավոր ձեր տոնը, շնորհավոր եւ թո երկրապահում լինի արդարություն, ոնց որ բոլոր մնացած կառույցներում մենք ուզում ենք արդարություն լինի, գոնե մի քիչ արդարություն լինի, որ ասենք պետբյուջեից եկած գումարով, գոնե ամեն մեկին մի տուփ լավ քաղցրավենիք, բայց ականից տրաքած տղան, զգա որ երկրապահն իրան հիշում է, ինքը էլ անցել է արխիվ, իրան հիշող չկա, հազարավոր տենց տղեկ կան, ասենք անուններով չնշեմ, որ չթիրախավորեմ, բայց ոչ մեկը այսօր ուշադրության չի արժանացել, ես մի 10 տեղ հաստատ զանգել եմ, մի 10 տեղ կոնկրետ մեր այս տարածքի տրաքած այդ ականից պայթած տղաներին, հələ մեր տարածքի, ասենք այս վերջի ժամանակներում, ոչ մեկին ոչ մի ուշադրություն, դե բայց կամանդիր Սասունը ինչ է ասում, Չերչիլից հետո, այն որ ինքը արդեն Չերչիլ է, ցիտում, այդքան արդեն բան արե, կրթվել է, Չերչիլ է ցիտում, հիմա էլ ինչ է ասում, ասմա այնտեղ բան է եկե, տղա է եկե, այդ ֆիդայուն յանի կատական, իր այն տափակ կատակներից, դու հələ ասմա չես մեռե, թասիբել չունես, մեռնես, այսինքն կամավոր ամենա այս երկրի արժանապատիվ մարդը, դա կամավոր ֆիդային է, կամավոր ֆիդայուց արժանապատիվ ես մարդ չեմ ճանաչում, կարող է ասենք ամեն մեկի այդ կյանքի պատկերացումը իր ձևի է, հողը պահող կամավորից արժանապատիվ մարդ չի կարա լինի, դու ասենք քեզնից ինչ ես ներկայացնում, այ ոչ մի բան, դու ասենք ամեն անգամ կամավորների արժանապատվությունը քո տափակ կատակներով խի ես վիրավորում, կամ որ ասում ես դու հələ չես մեռե, այսինքն սաղ հայերը մեռնեն, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, մենք սաղ հայերս մեռնենք, մնանք դուք ձերոնցով, հա, մի խումբ, ասենք քո այդ տարածաշրջանի ժողովուրդը, դու ու քո մոտիկները կարալու եք պահեք այս հողը, կարալու եք պահեք, հետաքրքիր է, դու հələ չես մեռե, ասենք, բանում, եռաբլուրում է ասում, մարդը մոտիկացել է բարևում է, բարև կամանձիր, ասում դու հələ չես մեռե, թասիբել չունես, մեռնես, բա դու թասիբ ունես, ասում Միքայելյան, այսօր սաղ վիրավոր երկրապահ տղեկին, ամենքի մի հատ պուջուր պահոց ղրկեր, կամ մի հատ շնորհավորանք, լավ, առաս մի բանի մի հատ շնորհավորանք, կամ բոլոր այդ տղեկի, չգիտեմ, բաներին երեխեքին հավաքեիր, մի միջոց, այսօր իրանց տոնն է, հասկանում ես, այսօր վարչությունում տաքուկ սենյակներում նստած օլիգարխների տոնը չի, այսօր այդ տղեկի տոնն է, և սահմանին կանգնած տղեկի տոնն է, առաջներում, առաջին գիծը ով կանգնում էր, այդ տղեկի համար միշտ գալիս էր, ոչխար, պարտադիր միս, բան, ճիշտ է, հիմա բանակը ամեն իրա տոնին, չեմ կարող ասեմ համակ ուշադրություն ժողովուրդ ջան, բանակի հրամանատարությունը թե զինվորին, թե աշխարհազորային բոլոր ջոկատներին, բաստրմից փռնած ամեն ինչ տալիս է, բայց ասենք երկրապահի տոնն է, բանակն է էլի տալու, բա տղեկին երկու ոչխար ուղարկեիր
չգիտեմ, խաշլամա անեիր, մի բան քո տղեկին մի հատ հաց տայր, չէ՞ որ դա ջոկատների եւ ֆիդայական այդ աշխարազորային բանի շատ գեղեցիկ ավանդույթներից է, դա նույնպես հա ասում ես համախմբման ձև է այդ սիրո ճաշը, ասենք թե էլի, թե դու մենակ տղեքի անունն ես տալի, հենա կանգնած են, երկրապան կանգնած է, երկրապան կանգնած է, բա դու ով ես, Սասուն Միքայելյան, դու ով ես վաբշե, դու երկրապայի հետ իշ կապ ունես, 10 անգամ դուրս ես եկել մտել ես հոգու փորձություն, հասարակական կազմակերպություն, նորից հետ ես եկել երկրապա, ասում ես երկրապան կանգնած է, բա դու երկրապայի հետ իշ կապ ունես, դու քո բանդան, երկրապայի հետ իշ կապ ունեք, կարելի է իմանալ։ Նախ դա էլի այսօր էլ կամավորի արժանապատվությունը եռաբլուրում մի լավ վիրավորեց, որ պարտադիր ամեն վխդից առաջ զորքին շարումա ժողովուրդ ջան։ Տափակ նենց բաներ ասում ես խեղճ տղեկին փոխարեն հրամանատար ես, էլի հրամանատարը թև կտա, թիկուկ կտա, չգիտեմ, ուժ, որ տղեկը գնան, ամուր կանգնեն, դե հրամանատարի խոսքը ախր շատ կարևոր է, կարակ ասեք դա այդքան կարևոր չի, կարակ ասեք դե հիմա տա իրա ձևն է, իրա այդ բանն է, բայց հրամանատարը ինքը տեղով արդեն շատ կարևոր մի հատ մարդ է, դե կրթվում եք, կրթեք ձեր Սասունի ժողովուրդ ջան, կրթեք, թե չէ արդեն եռաբլուրում է անցել կամավորների արժանապատվության կպնելուն, արդեն ընդեղ ասում չես մեռել հլը, թասիբել չունես, ասում մեռնես, ասենք կամավոր ֆիդայուն ասում, ով էլ լնի այդ ֆիդային, ասենք դու բոլորի մոտ, այդ մարդուն, յանի ինչ ես ասում էլի, յանի դու ասենք այդքան կաս, հա, այդ էլ այն չլնի, որ Էդմոն Մարուքյանին ազգային ժողովում չափալախեց, դե քեզ նման քո չափսին, քո ուժին, քո պատրաստվածության մեկին գտի մի հատ տենամ կարած չափալախ, տզթեված Էդմոնին ես գտե, այսինքն իրանից միշտ ցածր, իրանից միշտ թույլ, որ ինքնահաստատման սես ձև է, էլի, հասկանում եք, չէ, չսիրեցի ես քեզ Սասուն, դու սարսափելի զրո հրամանատար ես, զրո, իսկ բոլոր մնացածին էլ, ինչ ասեմ, միշտ ամեն տեսակ, ամեն լուր կտարածեն, ամեն ինչ, բայց դուք միշտ սիրեք երկրապային, հարգեք երկրապային, երկրապան լուր առաջին գծի վրա, այնքան գոնե ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունի ժողովուրդ ջան, այնքան բանա տանում, որ երկրապան արժանի է հարգանքի, իսկական երկրապան, ոչ թե այն հարուստ օլիգարխները, որ նստած են վարչությունում, եւ երկրապահի տղեկը, ամեն մեկը, իրանով մի հատ հերոս է, ես չեմ վախենում այդ բառից օգտագործելուց, այդ մարդիկ ամեն մեկը մի հատ հերոս է, որովհետև առաջին գիծը, քանի որ սահմանազատում հլը չի եղել, առաջին գիծը ինքը տեղով արդեն միշտ շփման գիծ է, միշտ, պարտադիր միշտ կլինեն ինչ որ տեսակի տարբեր գործողություններ, ասենք, կրակոցա, մինապայթում, չգիտեմ, դիվերսիա է ալնում, հարձակում ալնում, հազար ու մի բան, ոչ մի բան չկա, լուսաննա վրետ գալի, հովազնա վրետ գալի, օծնա խրամատի մեջ, դե չափսերը չասեմ, ասենք, այդ առաջին գիծը միշտ շփման գիծ է, ու ամեն տղա, թեկին, որը ընդեղ է, արժանի է հարգանքի, ամեն մի այդ մարդը, որը կանգնում է ընդեղ, հերոս է, և արժանապատվությունը իրան երբեք ու երբեք չպետք է վիրավորի, որովհետև իրա ամեն րոպեն առաջի գծի վրա դա կյանքի ու մահվան հետ կռիվ է, այսինքն դու եթե գալիս ես առաջին գիծ, դու մահվան թուղթը արդեն ձեռդ ես գալի։ Դե Սասուն Միքայելյան, դու էլ պետք է փոխվես, թե չէ, ասենք գոնե լավ, ինչ եք ուտում, ինչ եք խմում, թե ինչ եք անում այդ երկրապահում, ձեր համար, չգիտեմ, ասելով, խոսելով, որպես Նիկոլի հետ այդ ճամփա անցած մարդ, թե դու ինչեր ես անում, ինչ բիզնեսներ ես դնում, տաղուտ որտեղ ես տեղավորում, այդ ամեն ինչը մի կողմ,
մի վիրավորի երկրապահների արժանապատվությունը, ամենահասարակ տղան արժանի է, որ իրան հարգեն, ես այդ կարծիքին եմ, ես իմ բոլոր աղբերների ցավը տանեմ, ում հետ էլ այն ամենաշատ կռվածը լինեմ, չէ, ժողովուրդ ջան, մի հատ ճտոցից, ես իրա կյանքի բեռնեմ, սաղինք, չգիտեմ, առաջ կգնամ իրա համար, իշքան պետք է, ու ականի դաշտով էլ եմ գնացել, էդի սաղ տեսել են, ինչ որ ես իրանց համար իրանք է իմ համար էդի չպատմելու է, այդքանը մենք տեսել են, դե իսկ եթե դու էլ չփոխվես, ասում Միքայելյան, միջև վերջ էլ դիրքերում կախելու են Մանվելի նկարը, բոլոր հերոսների հետ, քո նկարը չի լինելու, ու չկա, բարձրանում ես դիրքեր, հերոսների նկարները կախած, Մանվելի նկարը կախած, քո նկարը չկա, անգամ Երևանում գնում ես բաժամունքներ, ժողովուրդ ջան, իմ նկարն էլ կա, ասենք բաժամունքներ կա, իմ նկարն էլ կա, Սասունը գայս է ասում, բա իմ նկարը ուրա, բա իմ նկարը խիչ է կախե, այդ հարցը դու մենակ քեզ պետք է տաս, թե քո նկարը խիչ կա, քո նկարը այս պայն առաջի գծի վրա խիչ կա, պարզա չէ խիչ կա, իսկ Մանվելի նկարը կախած կա, ասեմ քեզ, երևի դու էլ տեսել ես, մի հատ է լավ բան ասեմ, բոլոր ֆիդայիններին, որոնք տարիքով մի քիչ մեծ են, այսօր ազգային ժողով եմ ասում, կառավարության նիստում, կառավարության նիստը ամբողջությամբ լսեցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասեց, բոլոր տարիքային սահմանափակումները ուժային կառույցներում հանել բոլոր տարիքային սահմանափակումները, այն ստարի վոլկեր ունենք, որ ասեղի ճշգրտությամբ կրակում են, ասեղի ճշգրտությամբ ժողովուրդ ջան, դե 90-ականների փորձով եկած, ըննենց պապիկներ ունեք, մենանք տեսնանք, բայց գալիս են իրանց հետ են տալի, որտեվ տարիքային սահմանափակում, ես իմ ինչ փլմփստան օրը մի հատ օրենք են մտցնում, այսօր կառավարության նիստում նույնիսկ Արմեն Սարգսյանին փոխնախարար բանակի վարչապետը էլի հստակ բան տվեց, որ ուժային կառույցներում բոլոր տեսակի սահմանափակումները տարիքային հանել, որովհետև պապիկա 60 քանի տարեկան 10 հատ ջահել տղու չափ կռվում է, ժողովուրդ ջան, ընենց դուխավիկներ ունենք, չպատմելու, ու այդ բոլոր մարդիկ ռեսուրս են, խի իրանք չգան, խի իրանք գնան տուն, իմ ֆեյսբուքյան ընկերների մեջ մի հատ տղա կա, անունը չեմ ուզում տամ, եթե ինքը ուզի, ինքը իր անունը կգրի, ուրեմն պերեսմենկան, որ լինում է, այս մարդը գնում է Եվրոպա իր երեխեքին թորներին տենա, պերեսմենկի ժամանակ, որ իր հերթն է, տեղում նստում է, տոմսը առնում, թռնում գալի, որ հանկարծ պերեսմենկեն բաց չթողի, պատկերացնեք ինչ երկրապահներ կա, Եվրոպայից թռնում է գալի, Հայաստան, որ պերեսմենկեն հանկարծ բաց չթողա, բայց տարիքային սահմանափակումով իրենց էլ են ասել, դուք էլ չեք գալի, իսկ հիմա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հստակ ասեց, բոլոր տարիքային սահմանափակումները ուժային կառույցներում ոստիկանությունա, պարեկայինա, բանակա հանել, դե նամանավանդ առաջին գծին կարծում եմ դա ավելի կարևոր է, քանի որ ստե փորձառու եւ պինդ մարդիկ են պետք, ես օրինակ շատ ուրախացա, ուզում եմ ցա բոլորը լսեն, կառավարության այսօրվա նիստում տարիքային սահմանափակումը հստակ ուղեցույց եղավ, որ պետքա հանվի անպայման, Հայրապետ ջան շնորհավոր, ցավը տանեմ, բոլոր տղեկի տոնը շնորհավոր, բոլոր երկրապահ տղեկի տոնը շնորհավոր, բոլոր լավ հրամանատարների տոնը շնորհավոր, բոլոր այն հրամանատարների, ովքեր իրանց զորքի հետ մնում են, հավասար ծառայում են, ավելի շատ են ծառայում, ավելի շատ են չարչարվում, քան մյուսները, ձեր բոլորի տոնը շնորհավոր, դե Այնքան բան կա, որ այդ ֆիդայական բանի մեջ ավանդույթով եկել է մեր նախնիներից, հին ֆիդայիններից, Անդրանիկ Զորավարը խմբապետների մասին հատուկ գրված օրենքներ ունի, որտեղ ասում է խմբապետերը պետքա ճաշեն իրանց զորքի հետ, այնքան գեղեցիկ ավանդույթներ կա, որ եթե այդ ամեն ինչը պահվի չէ,
ասենք Սասունը անդադ ասում է համախմբենք։ Այդ բառը գիտի մենակ, համախմբենք։ Ոնց համախմբվենք, եթե դու պետք է այդ սաղ ավանդույթները գեղեցիկ պահես, բոլոր մեր հին ֆիդայինների, ախր այնքան բան կա, որ մենք թազա բան չպետք է սովորենք։ Այդ ամեն ինչը գրված է մեր Անդրանիկ Զորավարի, մեկի, բոլորի այդ ուղեցույցերը կա, անգամ թե դիրքում դու կամ բաց տարածքում, դաշտում, նոր տարածք ես մտել, ոնց կողմնորոշվես, ինչ չէ, այդ ամեն ինչը մեր բոլոր ֆիդայինները գրել են։ Դե իսկ Սասուն Միքայելյանը այսօր մի հատ բան էլ ասեց, ասում է, բանը երկրապան գնում է վերապատրաստման։ Մեղա քեզ Տեր։ Դե սա լրիվ վերջներ ու էս էլ էր կապված այս 234 միլիոնի հետ, որ պետբյուջեից իրանց փոխանցվել է, ինքը ասում է բան, բա երկրապան գնում է վերապատրաստման, Աստված տա, այս տղեկը շատ մեղք են, էլի, շատ մեղք են։ Դու այս տղեկի կյանքում բան փոխվի, էլի, այս տղեկի ընտանիքները լավ ապրեն, էլի, այս տղեկը իրանց ատամները կարան գցեն, դիրքում ամեն ինչ ունենան, դիրքում լինի սառնարան, ինչի համար ինձ հանեցին, ասենք, էլի, սառնարանի համար, չէ, ինձ հանեցին։ Եվ նման լիքը բաներ, մենք էլ ձեր հետ ենք, ձեր ցավը տանեմ, խոսքեր չկա, մի քիչ խոսամ կլացեմ, այդ հուզական, այդ ինչ որ զգում ես, առաջին գծի հետ կապած, դա չպատմելու է, էլի, դա պետք է սրտով զգաս, ու սրտով զգաս այդ մանավանդ վտանգի պահին, որ դուք միասնական եք, շնորհավոր բոլոր երկրապաներին, հյուսիսից հարավ, բոլոր երկրապաներ, ես գիտեմ, որ դուք ինձ լսում եք, շնորհավոր բոլորի տոնը ձեր ցավը տանեմ, շնորհավոր բոլոր տանը որևէ պատճառով մնացած, Սասունի սև ցուցակում մնացած, կամ ականի պայթյունից տանը մնացած, տղեկի տոնը, մեր աղբերների, շիրիմներն էլ լույսը լինի, իրանց բասկի ուժը տա ձեզ, որ միասին հələ լիքը գործեր կա անելու, մեր քյալին թափածա, չէ, դե մենք վերջը, գեցե Հայաստանը և գեցե այս երկիրը, որը մենք պետք է սարքենք, մեր ավետյաց երկիրը, իսկապես երազանքի սենց մի հատ երկիր հզորագույն, որ հիմա մենք չենք էլ պատկերացնում, բայց սենց երազանք ա, ոնց պետք է դա անենք, բայց նվիրումով, եթե մենք բոլորս կանգնենք, բոլորս շատ նվիրումով տղեկ կան, բայց եթե բոլորը նվիրումով կանգնեն, աստվածային հրեշտակային գնդերը գալու են և մեզ օգնեն։ Գեցե Հայաստանը։